Ակնհայտորեն միջամտություններ գործընթացի մուրջ թափահարելով եւ չենք վախենում, ինձ ուզում են վախեցնեն եւ այլ տես նման ձևակերպումներով Հայաստանի գույքը ամբողջ աշխարհում հնարավոր է, ամբողջ աշխարհ ասած երկրների մեծ մասում հնարավոր է գտնել եւ բռնագանդել։ Դա Հայաստանի բյուջեի վրա ունենալու է հսկայական ազդեցություն, հսկայական ներդրումների կասեցում, որտեղ պետք է ներդրում անել, իմ ասում լավ, հիմա անեմ, թե չանեմ այդ ներդրումը, լավ, կարող եմ ներդրում անեմ, վերջում ես գույքը վերցնեն, լալսիկ քեզ հնարավորություն եմ տալու առնես, իմիջիալես պետք է առնես, չես կարա չառնես։ Ու ինձ ստեց կտասնվեր։ Օդեսայում մութ նրբանցքում ինչ շատ հարգալի թանգենով վաճառեցին աղյուր սեղ։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Օրբելյան, մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ Ոլնորթ ընկերությունը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին բողոք է ներկայացրել ընդդեմ Հայաստանի վնասի փոխհատուցման պահանջով։ Կա տարածված կարծիք, որ Զանգեզուրի բղնձամոլիբդենային կոմբինատի հետ տեղի ունեցած գործընթացը ոչ թե օրենքի խախտման, պետության կարգավորիչների մասին է, այլ իրավունքի վերաբաշխման։ Այլ կերպ ասած, պետությունը միջամտել է մի համասեփականատիրոջից մյուսի օգտին մասնաբաժին խլելու գործին եւ դրա համար ունեցել է փայ։ Այսինքն ունեցել ենք ռեյդերական զավթման գործընթաց։ Ձեր գնահատմամբ ինչ գործընթացի հետ գործ ունենք եւ ինչի մասին է Ոլնորթ ընկերության բողոքը, հատկապես քանի որ դուք նաեւ Ոլնորթի ներկայացուցիչ եք Հայաստան այդ գործով։ Ոլնորթը տարածել էր press release կամ հաղորդագրություն, որով ներկայացրել էր արդեն հայցադիմումի փուլի, այսինքն հայցադիմումը ներկայացնելու փուլը։ Հիմա դրա մի քիչ հետո կներկայացնեմ ինչ փուլերից է բաղկացած արբիտրաժը, որպեսզի պարզ լինի ինչի մասին է, բայց միջև դատավարական կամ ընդհանցակարգային գործին անդրադառնալը փորձենք ներկայացնենք բովանդակային։ Հայաստանի եւ Կիպրոսի միջև կա կնքված երկկողմանի ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին պայմանագիր։ Հայաստանը նմանատիպ 40-ից ավել պայմանագիր ունի, որի նպատակն է որպեսզի մի երկրի ներդրողները հանգիստ ներդրում անեն մյուս երկրում, չանհանգստանալով որոշակի իրավունքների խախտումից։ Իրավունքների խախտումը կարող են տարբեր լինել։ Հայ-կիպրոսական պայմանագիրը իր մեջ ներառում է մի շարք երաշխիքներ, այդ թվում նաև պետականացման դեմ երաշխիք կամ արգելավման դեմ երաշխիք, նախատեսում է երաշխիք, որ այդ ներդրումներին ընդունող պետությունը, այսինքն կիպրոսական ներդրումները Հայաստանը կվերաբերվի արդարացի եւ հավասար, կանդեղ տարբեր երաշխիքներ, ինչպես ռեպատրիացիա, այսինքն ունեցվածքը հետ տանելու կամ աշխատած գումարները հետ տանելու, կա երաշխիքներ կախված ազգային ռեժիմի, առավել բարենպաստ ռեժիմի եւ այլն։ Այսինքն իմաստը տարբեր իրավունքների երաշխիքներ են նախատեսում։ Եվ ի հավելումն այդ ամենի, պայմանագիրը նախատեսում է վեճերի լուծման կարգ, ընդ որում ունի երկու տարբեր դրույթ, երբ որ պետությունների միջև առաջանա վեճ, ոնց պիտի լուծվի, եւ եթե պետության եւ մյուս պետության ներդրողի միջև առաջանա վեճ, ոնց պետք է լուծվի, եւ դա որպես հնարավոր տարբերակներից մեկը, մի քանի տարբերակ է նախատեսված հայ-կիպրոսականը, նախատեսված է Համաշխարհային բանկի կառուցվածքում գործող ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը, ICSID, անգլերեն կարճապավումն է օգտագործում։ Ըստ էության Ոլնորթ ընկերությունը համոզված լինելով ու հետագայում նաև դա հիմնավորել են նաև հայցով, համոզված լինելով, որ իր իրավունքները խախտվում են, տվյալ դեպքում առնվազն այսպես կոչված արդարացի եւ հավասար վերաբերմունքի չի ենթարկվել, առկա է որոշակի, ասենք ասենք, ապօրինի արգելավման կամ պետականացման տարեր եւ ուղղակի խնդիրը դրանում չի, բայց ոնց որ այս բոլորին աջակցում է նաև այսպես կոչված denial of justice կամ արդարադատության զրկում կոնցեպտը, երբ որ պետությունը միջամտում է դատարաններին եւ ի հավելումն որ այդ խախտումը նաև չի թողնում դրանք որևէ ձև պաշտպանեն, sense լայն իմաստով, այս ամբողջ գործընթացը միասին տենց կազմել են խախտումների հիմնական կորիզը։ Խախտումները մի բազմաշերտ են, մի քանիստ են, բայց ավելի մանրամասն փաստերին կանդրադառնամ։ Արդյունքում դրա հիման վրա դիմել է դատարան, որպեսզի ստանա կորցրած եկամուտը կամ կորուստը, որը նախնական գնահատականով 1.5 միլիարդ դոլար է, սակայն 1.5 միլիարդ դոլարը կարող է ավելանալ ընդհանուր մինչև 2-3 միլիարդի կախված մի շարք տվյալների, որոնք ընկերությունից չեն կարողացել նույնպես ձեռք ստանալ
դա էլ խախտումների մի կետորն է, որպես բաժնետեր միևնույնն է, շարունակում ենք սահմանափակ տեղեկատվություն ստանալ ընկերությունում տիրող վիճակի մասին։ Հիմա վերադառնանք, սա ոնց որ ֆորմալ հիմքն է։ Հիմա փորձենք նկարագրենք ինչի մասին է խոսքը։ 2021 թվականից սկսած կառավարությունը այն ժամանակ ուրիշ աչքով էինք նայում, որովհետև պարզ չէր, որ դրա մասին էր խոսքը, բայց արդյունքում, երբ որ ամբողջը հետայացքեն համադրվում են, ակնհայտ է դառնում 2021 թվականին խոսվում էր, որ պետք է վերադարձվի ճակերտավոր ժողովրդին ու դա արվելու է ինչ-որ մուրճիկի ինչ-որ բանի միջոցով։ Դրան հաջորդում են, ես ասում եմ, ոնց որ առանձին կետեր, իրականում այս ամբողջ մեջտեղում շարունակում ամնալ եւ հայտարարություններ եւ գործողություններ եւ process-ներ։ Այդ ժամանակ ընկերությունը ուներ երկու բաժնետեր։ Մեկը Walnut-ներ, մեկը Walnut-ը իր, ասենք ասենք, SPV-ների միջոցով, մյուսը AMP Holding-ներ, որը նաեւ իրականացնում էր ընկերության կառավարումը։ Ինչ-որ անհասկանալի պայմաններում ընկերությունը սկսում է խոչընդոտներ ունենալ հանքանյութի արտահանման գործընթացում, սկսում կիրարկվում է ինչ-որ турք հավելյալ արտահանման համար, այսինքն սկսում է խնդիրներ ձևավորվել ընկերության գործունեության մեջ, այսինքն ուղղակիորեն պետությունը սկսում է միջամտել։ Դրանից հետո տեսնում ենք ինչ-որ քրեական գործեր, տեսնում ենք ոնց են գալիս ընկերության համակարգիչները հավաքում տանում 30-ից ավել թիվը կարող ասել ասեմ դերբակալված, ինչ-որ մարդիկ դրանից հետո կալանավորվում են կամ չեն կալանավորվում։ Այսինքն սկսում է տենց ինչ-որ process, որի արդյունքում ընկերության մենեջմենթը վաճառում է շատ տարօրինակ հանգամանքներում ընկերության բաժնետում սերը մեկ այլ ընկերության, ով մեկ էլ այդ պահին նվիրում է պետությանը այն ժամանակ 15%, հետո է մյուս բաժնետերը ընդհանրապես է դուրս գալիս է պետության տոկոսը դառնում է համարյա 22։ Ինչի եմ ասում տարօրինակ հանգամանքներում, ուղղակի որպեսզի պատկերացնենք տեղի ունենում հետևյալը։ Միջև այդ process-ը սկսել է Walnut-ը հասկանալով, որ այդտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, փորձելով իր իրավունքները պաշտպանել, դիմել էր դատարան, պահանջելով, որ իրեն վաճառեն, որտեղ որպես փակ բաժնետ իրական ընկերության բաժնետեր իրավունք ուներ ինքը առնել։ Նորմալ ինչ գնով որ վաճառում են, կարող է վաճառում են ուրիշ որևէ մեկին, այդ նույն գնով ինքը ցանկանում էր առնել, հետագայում պարզվեց, որ նույնիսկ երբ որ թվեր էին պարտաբերում, էապես բարձր թվաբանություն էլ կար, այսինքն Walnut-ը երբ որ չիմանալով ինչ թվով են վաճառում, ասում են այսքան էլ կտամ, այս էլ կտամ, բայց դուք ասեք ինչքան եք վաճառում, ինչ թիվ ուզում ա լինի, ես էլ գումարը կվճարեմ, կստանամ, այո, որովհետև ես այս ընկերությունում ներդրում անելուց ակնկալել եմ, որ պետք է լինեմ պայմանական գերմանական ներդրողների հետ, խրոնիմետի, երբ որ իրանք դուրս են գալիս, ես ակնկալել եմ, որ ես կարող եմ ձեռք բերել այս ընկերության առնվազն 50, իսկ եթե գործընկերներս չեն ուզում, ամբողջ 87.5%, այսինքն մնացած ամբողջ մասնաբաժինը, որի իրավունքը ուներ հայկական օրենսդրության համաձայն։ Հիմա դատարանում կար գործ, կար արգելանքի հայցի ապահովում, որպեսզի հանկարծ ուրիշ ոչ մեկին չվաճառեն, մինչև այդ գործի ավարտը։ Դրան նախորդ օրը, այսինքն այդ գործարքի նախորդ օրը ստանում ենք ծանոթություն, որ հաջորդ օրը կլինի նիստ, որում պետք է քննարկվի միջնորդությունը հայցի ապահովումը վերացնելու, չնայած օրենքը նախատեսում է երրորդյա ժամկետ ասենք ծանոթությունների։ Ամեն դեպքում ապահովում ենք ներկայություն, հասնում ենք կապան, դատական նիստը սկսում է մի քիչ էլ ուշացումը, որտեղ գործընկերներն են, դիմացի կողմի փաստաբաններն էին ուշանում, հետո պարզվեց, որ ուշանում են, որովհետև այդ օրը առավոտը էլի հրատապ ռեժիմով մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստանում էին որոշում, որ այդ գործարքը թույլատրի, այդ արագության մեջ հաշվել չէին առել, որ այդ որոշումը միայն հաջորդ օրվանից է ուժի մեջ լինելու, իրանք այդ օրն են գործարքարել։ Գալիս ենք նիստին, նիստը տեղի է ունենում, ավարտվում է 6-ի մոտ, 5-ից ինչ-որ քանիս երեկոյան։ Դատարանը ասում է, ես պետք է գնամ, նայեմ, ծանոթանամ։ Ընդ որում նոր ապացույցներ են բերում, որին ժամանակ են խնդրում չի տրամադրվում։ Ծանոթվել ենք 3, այդ օրը նման նիստ։ Ուրեմն 6-ի դրության որոշում չի լինում։ 6-ից հետո ոնց որ թե տենց բարձում այն ինչ-որ որոշում կա։ Որոշումը մենք ֆիզիկապես, մենք չէ, բոլոր մասնակիցները ստանում են հաջորդ օրը։ Այդ ժամանակ կան նաև հարկադիր կատարողի որոշում։ Այդ որոշումը, որով դատարան արգելանքը հանում է, հետագայում վերաքննիչ դատարանի որոշման ոչ իրավաչափ ճանաչվում վերականգնվում է, բայց գործարքը արդեն եղել է։ Դրան հաջորդում է համապատասխանաբար գործարքի կատարման process-ը, որը տևում է մոտավորապես հետևյալ ձև։ 6-ից հետո պատահականությամբ դեպոզիտարի աշխատողները մնացել էին, այդ օրը առավոտը Մոսկվայում նիստ է անում ձեռքբերողը։ Հետո այդ դեպոզիտարիայում գրանցում են կատարում 6-ից հետո։ Դրանից հետո նոր ձեռքբերողը որոշում է, որ կառավարությանը նվեր ունի տալու եւ Տրոցենկոյի հետ կապված այն ժամանակ ինքը, արդյունաբերական ընկերությունը հետագայում սանկցիաների ֆոնի վրա տեխնիկապես ինքը չի, գտնում ենք, որ
ամբողջությամբ փոխկապակցված կառույց է։ Հիմա էական այդ կտորը չի, էականը կառավարության գործողություններն են։ Որից հետո որոշում է նվեր տալ կառավարությանը, չի կարողանում առավոտը սպասի, այդ պահին ասում է, չէ, շատ եմ ուզում, այդ օրը նամակ է գրում կառավարությանը։ Ես ասում եմ, այն ինչ որ պաշտոնակ պես, հա, կառավարությունը ստանում է նամակ, ասում է, վայ, ինձ նվեր են ուզում տան, բերեք մի հատ արագ նիստ անենք։ Կառավարության նիստ է տեղի ունենում գրավոր ընթացակարգով։ Այդ 8:30-9 կողմերն են երեկոյան դրվում այդ նախագծերը։ Քվեարկում են կողմներ, ակնհայտ է նվեր են ուզում տան։ Դրանից հետո հանձնարարում են աշխատակազմի ղեկավարին կազմակերպել գործընթացը տալով 10 օր ժամանակ, բայց դե աշխատակազմի ղեկավարը երեկոները չի կարողանում քնի, պետք է գործարքը անել։ Կնքում են նվիրատվության պայմանագիրը, որը շատ երկար գաղտնի են պահում։ ԶԼՄ-ների մի մասը, ովքեր հակակոռուպցիոն գործունեությամբ են զբաղված, փորձում էին հասկանալ, տենց էլ չեն կարողացել ստանալ, դատարան էին դիմել ինչ-որ բարդ գործընթացներով, որպեսզի ստանան, բարդ գործընթացներով կարողացան ստանալ։ Դրանից հետո դեպոզիտարն շարունակում ամնալ գրասենյակում։ Ժամը 11-ից հետո կեսգիշերի մոտ կատարվում է այդ նվիրատվությունը։ Հիմա եթե մեկը կասի, դե գիտեք ինչ, դե պատահական ստացվեց, կասեմ ոչ, լինում է նման դեպքեր, ու մեր պրակտիկայում ենք ունեցել ենք, երբ որ մենք գիտենք, որ գործարք ունենք, որտեղ պետք է մի քանի հատ գործողություն անի, բայց դա կապված չի ոչ կառավարության որոշման ընդունմամբ, դա պայմանավորված չի դատարանի արգելանքը հանելով։ Մենք գիտենք ուղղակի, որ ասենք պետք է առողջարկ լինի, այդ ընթացքում 2 գործարք ունենք, 3 գործարք ունենք, մի կողմը գտնվում է ընդհանրեն Կանադայում, մի կողմը գտնվում է Ավստրալիայում, լինում է, որ մենք խնդրում ենք ու կա ընթացակարգ, դիմում ենք, որ մնան։ Բայց դա լինում է այն ժամանակ, երբ որ քո գործարքը կա, պատրաստ է, փաստաթղթերը ստորագրված են, ուղղակի պետք է մի հատ գրանցում արվի, հետո կանադացիների մոտ, Ավստրալիայում դե առավոտը որ բացվեց, հետո մեր մոտ բացվեց պետք է անենք, բայց մինչև իրանց մոտ երեկոյան, բայց Կանադայում առավոտ, ինչ որ ցենց խառը գործարքներ լինում են գլոբալ, հա, բայց դա չի լինում այն ժամանակ, երբ որ դու դատարանի որոշումը չգիտես ինչ ա լինելու։ Այսօր դիմել ես դատարան, դատարանը այսօր չգիտես որոշում կտա թե չէ։ Այդ թվում դատարանը որոշումը տալիս է հաջորդ օրը, եւ այնքան է շտապել, որ օրինակ հարկադիր կատարողի որոշման արկայության պայմաններում են այդ գործողությունը կատարել։ Արգելանքը այդպես էլ ֆիզիկապես չի վերացվել։ Հիմա քաղաքական հետ Քաղաքական չասեմ, ակնհայտորեն միջամտությունն այդ գործընթացին, ակնհայտորեն։ Այսինքն դատարանը որ այդ գիշերուն որոշումը որևէ ուրիշ տրամաբանական բացատրություն չունի, քան համապատասխան միջամտություն։ Սա բայց մի կետորն է։ Հիմա շարունակությունը։ Արդյունքում հիմա ստացվում է, որ այդ իրավունքը, որը ուներ ներդրողը Walnut Finance-ը կորցնում է, որտեղ ինքը կարող էր դեռ բերել, վաճառում են շատ ավելի էժան գնով, քան ինքը ցանկանում էր գներ, կրկնում եմ, եթե նույնիսկ իր ցանկացածից թանգելներ ինքը պատրաստ էր դեռ բերել, որովհետև ինքը ընկերությունը շատ բարձր է գնահատում եւ գտնում է, որ այո, այն ժամանակ, երբ որ ինքը մտել էր ընկերության ֆինանսական վիճակը այդքան լավ չէր, կարիք կար նա համապատասխան ներդրում էր արել եւ մտել էր, հիմա ասում էր լավ, բայց կտրուկ լավացել էր, որտեղ պղնձիկ եւ մոլեբդինի գներն էին աճել, հա։ Այսինքն հետեւյալ ստացվում է, որ եթե կոնյունկտուրան վատեր ինքը մտավ, ասում են, հա, դե լավ է արել, որ մտել ես կոնյունկտուրան լավացավ, միանգամից դե դարձնենք պետական։ Գումարած դրան, ինչ որ անհասկանալի քրեական գործեր են, ընդ որում մի գործով, ես մի մարդու մասով են այդ նույն գույքի հետ կապված, այս մյուսով ուրիշ մարդու մասով։ Տարբեր մարդիկ են, մեկում կարդում ես, որ էս Իրանը պատկանում է, մեկը կարդում ես Իրան։ Ես ասում եմ, դա ինչ որ հրապարակումներ են անում իրավապահ մարմինները, հա, ասենք, արդյունքում այդ բաժնաբաժինը արգելանքի տակ է պահվում եւ Walnut-ը, որը կիպրոսական ընկերություն այևում բաժնետերը շվեյցարացիներն են այս պահին, որևէ կերպ չի կարողանում օգտվել դիվիդենդներից, չի կարողանում օգտվել կառավարելու իր հնարավորությունից եւ այլն։ Այսինքն մենք այս ամբողջը գումարվում է ամենօրյա ռեժիմով հնչող քաղաքական տարբեր պաշտոն զբաղեցնող անձած կողմից հայտարարություններով, որ մենք հետ ենք բերել, հետո մենք տեսնում ենք նույն հեծի հետ պատմությունների ժամանակ բարբերական հղումներ ԶՊՄԿ-ն ոնց որ արեցին կեսել կանենք, հա։ Հաջողված օրինակ։ Դե արդյունքում ստացվում է, որ սա ներդրումների պաշտպանության հստակ խաթարում։ Հիմա դրա հենց այս դեպքերի, նման դեպքերի համար այդ կոնվենցիաներն են, որ երաշխիք են տալիս ներդրողին։ Ներդրողը համապատասխան ընթացակարգով, հիմա ընթացակարգը նկարագրեմ, դիմում է արբիտրաժ, որպեսզի պաշտպանի իր իրավունքները։ Եվ պաշտպանելը դա վնասի հատուցումն է, ըստ էության այն գնահատականը, այն ակտիվը, ինչը կորցնում է ներդրողը։ Նախնական հաշվարկով, ինչպես նշեցի, 1.5 միլիարդ, հնարավոր է թիվը ավելանա կախված որոշակի տվյալների ճշգրտումից։ Պես ոնց որ մինիմալն ենք հաշվել, ինչ որ հաստատ թղթերով հաստատվում է։ Հաշվելը ես չեմ հաշվել, կան համապատասխան միջազգային փորձագիտական գրասենյակներ, ովքեր հենց կոնկրետ տվյալ դեպքում հաշվարկ արվել է հենց լեռնաարդյունաբերության ոլորտում մեծ փորձառություն ունեցող մասնագետ փորձագետների կողմից։ Հիմա ընթացակարգը ինչպիսին է, երբ որ ներդրողը գտնում է, որ
խախտվել են իրավունքները, ինքը կազմում նամակ է գրում կառավարությանը, նամակ բողոք անունի դնենք, որ վեճ ունենք։ Դրանից հետո ժամանակ է տրված, որպեսզի փորձեն կողմերը պայմանական բանակցեն այդ cooling-off period-ն, այսինքն սառելու ժամանակն է։ 6 ամիս մեր դեպքում, այսինքն ամբողջ ժամանակահատվածում մի քանի անգամ փորձ է արվել դիրքորոշում հասկանալ կառավարության դիրքորոշում չկա։ Հետագայում կամ այդ ընթացքում դիրքորոշումը տեսնում ենք հրապարակային, տենց մուրճ թափահարելով եւ չենք վախենում, ինձ ուզում են վախեցնեն եւ այլ տենց նման ձևակերպումներով, որը իրականության հետ ոչ մի կապ չունի, ներդրողը ոչ մեկին չի ուզում վախեցնել, ներդրողը միշտ ցանկանում է իր իրավունքների պաշտպանությունը որպես ներդրող։ Ասում եմ, ակտիվ ձեռք են բերել, հիմա այնց որ գործերը այդ ակտիվի լավացան, մի զրկեք այդ ակտիվից։ Որ վատելներ ասեն, մի քիչ փող տվեք, փրկեմ, չեք տալու այդ փողը, ասելու եք դե խնդիրն է, քո մասնավոր ընկերությունը ինչ ես ուզել։ Հիմա ընդ որում էլ եմ ասում, այս լավ կգամ։ Դրան հաջորդումը համապատասխան այդ ժամանակահատվածը, երբ որ անցնում է արդեն լուծում չկա, հաջորդ գործընթացը արբիտրաժի ծանուցումն է։ Սա ոնց որ արբիտրաժային գործընթաց սկսելու մասին է։ Երբ որ մենք տալիս ենք արբիտրաժային ծանուցում, տալիս է հետո կառավարությունը պատասխան եւ քննարկվում է արբիտրաժային տրիբունալի ձևավորման հարցը։ Նշանակվում են արբիտրները, ոնց որ մեկին մենք ենք նշանակում, մեկին կառավարությունը, հետո մեկին այդ երկուսը միասին, դա բավականին բարդ ու խրտին պրոցես է, որը ավարտվում է արբիտրաժի ձևավորմամբ։ Ձևավորված արբիտրաժը անուման նիստ էր, որի ժամանակ ընթացակարգային հարցեր է քննարկում, ժամկետներ, ֆորմատ, ինչ ձևով պետք է ներկայացվի, ապացույցը ոնց կարա ներկայացվի։ Կողմերը ընդհանուր առմամբ համաձայնության են գալիս ինչ-որ ընթացակարգի շուրջ, որ հարցերն է, որ տենց վերջնական համաձայնություն չկա, արբիտրաժն է որոշում համապատասխանաբար այդ հարցերի վերաբերյալ։ Հիմա դրանից հետո տրվում է հայց ներկայացնելու ժամանակ, որտեղ ամենասկզբում հայցի նման կարճ ինֆորմացիա կա, բայց հիմա այս մեծ փաստաթուղթն է, որը բոլոր հավելվածներով, բոլոր հիմնավորումներով, իրավական վերլուծությամբ, տնտեսական վերլուծությամբ, ամբողջական այս փաթեթն է կազմում, որը համապատասխանաբար ներկայացվեց այդ դրա հետ կապված էլ հենց ներկայացվել էր press release-ը։ Դրան հաջորդում է կառավարության դիրքորոշումը, դրան հաջորդում են երկու ոնց որ մի հատ իրանք դիրքորոշում պայմանական ասած դիրքորոշումների վերաբերյալ եւ գնում ենք արդեն լսումների։ Այդտեղ տեխնիկական նիստեր կան արանքում ապացույցների հավաքագրման, պահանջելու որոշակի այլ հարցերով, բայց process-ը այսպեսին է։ Ոնց որ այս դաշտում թվում է թե դա երկար գործընթաց է, բայց մենք պետք է հաշվենք, որ 1.5 միլիարդի մասին ենք խոսում, 2 միլիարդի մասին ենք խոսում, այսինքն դա 200,000 դրամի պարզեցված վարույթ չի, որ մենք ասենք արագ, այսինքն թե մենք դա համադրենք Հայաստանի դատական process-ների տևողության հետ, այդքան էլ երկար չի, եւ երբ որ խոսում ենք, ասենք, եթե 2 տարի հետո կամ 3 տարի հետո ունենում ես վճիռ process-ը սկսելուց հետո, որտեղ արձանագրվում է, որ 1.5 միլիարդ քեզ վնաս են տվել, կարող ես բռնագանձել, իսկ սա կարևոր է, որ ինքը որպես այդպեսին վերանայում չունի, վերաքննիչ դատարան չունի, դա կա շատ տեխնիկական վերանայման։ Ենթակա է պարտադիր կատարման, թվում նաև եթե Հայաստանը չի կատարում, Հայաստանի գույքը ամբողջ աշխարհում հնարավոր է, ամբողջ աշխարհ ասած երկրների մեծ մասում հնարավոր է գտնել եւ բռնագանձել, որովհետեւ ըստ էության ներդրողի իրավունքների պաշտպանության գործիքն է պետությունն է համաձայնվել այդ process-ին։ Հիմա սա է գործընթացը, այսինքն թվում է թե երկար է, բայց այդքան էլ երկար չի, եւ խոսքը գնում է, այսինքն տենց չի, որ 200 տարի հետո ես կլինեմ կամ չեմ լինի տարբերակով, այսինքն դա մեր բոլորի կյանքի շատ տեսանելի, շատ մոտ տեսանելի։ Ընդ որում եթե մենք համադրենք, ասենք Հայաստանի Հանրապետության բյուջեի հնայի թվերի հետ կտեսնենք, որ տենց զգալի թիվ է, դա տենց ինչ-որ փոքր գումար չի, $2 միլիոն չի, որը մեծ գումար լինի, բայց բյուջեի վրա տենց բան չի։ Եթե մենք դա համադրենք, որ կա նմանատիպ մի հատ գործ հեծով, կա նմանատիպ գործ ամուլսարով, մեկ այլ գործ, որը իմ կարծիքով թվերը չունեմ, բայց ոնց որ ավելի փոքր ծավալներով էր Սանիտեկով, որը այս տարի ալնելու ակնկալել, այսինքն այս տեմպո շարունակելու դեպքում 2-3 նմանատիպ գործեր կառաջանան մոտ ապագայում այլ ներդրողների մոտ, դա Հայաստանի բյուջեի վրա ունենալու է հսկայական ազդեցություն, եւ եթե նույնիսկ Հայաստանը ինչ-ինչ եղանակներով փորձի դա չվճարել, Հայաստանը լրջագույն խնդիր է ունենալու մեկուսացման, որովհետեւ ինքը միջազգային ֆինանսական շուկաներից, ֆինանսական հոսքերից խնդրեմ ունենալու օգտվել, որովհետեւ հենց որ
տրանսպորտ չի օգտվել, այդ արգելանքները սկսելու են խոչընդոտել, եթե կամավոր կատարելու խնդիրներ չլուծվի։ Պարոն Օրբելյան, շնորհակալություն։ Ես ուզում էի հարցնել հենց այս գործընթացի հետևանքների մասին, դուք բավական պատկերավոր ներկայացրիք, բայց այստեղ կարծում եմ կարևոր է շեշտադրել, որ ոչ միայն ահռելի գումարի մասին է խոսքը, այլ Հայաստանի միջազգային հեղինակության եւ ներդրումային միջավայրի վրա թողած ազդեցության Ես ընդամենը ներկայացրեցի ֆինանսական կտորը, որը շատ բարդ, բայց լուծվող խնդիր է։ Մենք այսօր բացի դատական գործընթացներից կոնցեռն դիալոգը բավականին մեծ ծավալով ներդրումներ է սպասարկում, այսինքն ներդրողները երբ որ Հայաստանում ուզում են ներդրում անեն, դիմում են իրավաբանների, իրավական աջակցության եւ կոնցեռն դիալոգը բավականին մեծ պրակտիկա ունի հենց հանքարդյունաբերության ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում, ՏՏ ոլորտում, անշարժ գույքի ոլորտում, եւ մի խնդիր է այս արբիտրաժներն են, մյուս ապօրինի գույքի բռնագանձման անհասկանալի վարույթները, որով ներդրողների մոտ ես իրավունք չունեմ ոչ թաքցնեմ խնդիրը, ասեմ չկա, ոչ էլ տենց արհեստական ծաղկացնեմ, հա, այսինքն նկարագրվում է շատ օբյեկտիվ, ինչ ռիսկեր կան, որտեղ կարելի է սպասել այդ ռիսկերը, որ դեպքում, ընդ որում հիմա եթե ինչ-որ բաներ ավելի կանխատեսելի են, լավ կամ վատ կապ չունի, կարող ենք ներկայացնել, ասենք մի քանի տարի առաջ այդ կանխատեսելիությունն էլ չկար, օրինակ նույն ապօրինի գույքի վարույթներով։ Մենք համապատասխանաբար տեսնում ենք, որ ներդրողների մոտ դա արդեն առաջացնում է խնդիրներ, որովհետև ես կարող եմ գամ ես ներդրում անեմ, բառացից ցիտում եմ մի ամիս առաջ ունեցած քննարկման իմ գործընկերներից մեկն այդ հաճախորդի հետ խոսում, եկել ասում հարցնում ախ կարող է կառավարությունը մի 20% ուզի։ Այդ որ ասում եմ ուզի, խոսքը գնում է ոչ թե հայի մասին, խոսքը գնում է, ասենք պայմանական, շատ պայմանական, կանադացի, ամերիկացի կամ եվրոպացի ներդրողի մասին, ով որ մտածում է ինչ-որ գործարկանի, նայում է եւ քննարկում է, կարող է ուզեն։ Կապ չունի, դա կարող լինի հանքարդյունաբերություն, մեկ այլ օրինակ հեռահաղորդակցությունով Viva-ի օրինակն է, մեկ այլ օրինակ կարող է հյուրանոց սարքեմ կամ հյուրանոցը ուզեն որ նվեր տամ։ Կարող է շենք սարքեմ, հենց հիմա ունենք դեպքեր, երբ որ ներդրողները առել են ընկերություն, գտել են որ տեխնիկապես հարմար էր այդ ընկերությունը առնել։ Այդ ընկերությունը ուներ մի հատ անշարժ գույք, որի հետ կառուցապատում պետք է արվեր, այդ ընկերությունը այդ գույքը առել էր մի 10 քանի տարի առաջ մեկ այլ ընկերությունից, որը ինչ-որ մասնավորեցրել էր։ Հիմա դատախազությունը եկել ասում է, այ այն մասնավորեցումը ոնց որ թե այդքան իրավաչափ չի եղել, ոչ թե այն մեր առնելը, մեր ընկերության առնելը։ Ներդրողները այդ ընկերությունը առել են, որովհետև ընդունված է, որ ոչ թե գազ գույքերը առնես, ինչ-որ արհեստական անհասկանալի հարկային դաշտեր մտնես, ձևակերպումները բարդացնես, այլ առնում ես հենց ընկերությունը, որտեղ այդ ընկերությունն է ստեղծվել այդ գույքի կառավարելու համար։ Ասում է այդ ընկերությունը պայմանական 2002 թվականին, որ ձեռք է բերել է մյուս կիսապետական կառույցից, որն էլ ինքը իր հերթին ձեռք է բերել կառավարությունից, իրականում կառավարությունը կամ այս նախարարությունը չուներ լիազորություն այս նման գույք վաճառելու։ Ասենք լավ հայցային վաղեմություն դատական գործը հավանաբար վերջում կհաղթեն, բայց դա հսկայական ստրես, հսկայական ներդրումների կասեցում, որտեղ պետք է ներդրում անել, հիմա ասում եմ լավ, հիմա անեմ թե չանեմ այդ ներդրումը, լավ, կարող եմ ներդրում անեմ, վերջում այս գույքը վերցնեն, երբեք չես կարող իմանալ արդյունքը, ինչքան էլ տենց համոզված ես, որ ճիշտ ես։ Հիմա նույնը գալիս է այս պետության 20%, 30% վերցնելուն։ Երբ որ պետությունը վերցնում է ինչքան 15% է բանում ամուսարում ու անում է հետևյալ արտահայտությունը, դե պետության հետ որ 15% կա, ներդրողը ավելի վստահ է, ինքնին դա ապօրինի է, դա ինքնին ոնց որ պատկերացնենք հիմա ասենք նշանակում է 15% պետությունը մասնաբաժին ունի, այդ ընկերության խնդիրները ինքը լուծելու է ոչ իրավական գործիքներով, որտեղ տարբերություն պետք է չլինի։ Հա, պետք է տարբերություն չլինի, դուք պետության հետ մասնաբաժին ունեք ձեր ընկերությունում, ես չունեմ, բայց պետությունը որպես կարգավորող, որպես օրենսդիր, որպես բան չի կարա ձեզ առավելություն տա ինչ չտա, որովհետև ինքը տեղ մասնաբաժին ունի։ Եվ այստեղ մի հատ ամենակարևոր մեծ ստին եմ ուզում անդրադառնալ, երբ որ ասում են դերքը ժողովրդին է պատկանում սահմանադրությամբ պետությանը, այ դրան պետք է իրացնեմ, այ սա էլ է սուտ, որովհետև ուրեմն Սահմանադրության հոդվածին է քողում լեռնաարդյունաբերության կազմակերպությունները ի հավելում են սովորական հարկերի, ոնց որ վճարում են մնացած բոլորը, ունեն հատուկ հարկատեսակ, որը հիմա հարկակոչում կոչվում է royalty։ Royalty-ն հենց պետությանը պատկանող ընդերքը օգտագործելու համար վճարվող ավել փողն է։ Եվ կա այդ հարկատեսակը, որտեղ նախկինում մի քիչ բնօգտագործման վճարեր, հիմա հենց royalty է։ Royalty-ն է նույնն է, ոնց որ եթե երգ եմ գրում, իմ երգն է, տալիս ենք ինչ-որ մեկ այդ երգը կատարում է, ինձ գումար է վճարում։ Նույնն է, ընդերքը պետությանն է։ Պետությունը երբ որ տալիս է ինձ
լիցենզիայի լեռնահատկացման ակտի թույլտվության շահագործման նախագծի Դուք շրջանակներում դրա համար հարկ եք ես վճարում։ բացի սովորական հարկերից, որը վճարում եմ, շահութահարկ, ես վճարում եմ Ընդերքի հենց օգտագործում։ ընդերքի քանդած, վաճառած ապրանքի տոկոս, այսինքն մոտավորապես 10 քանի տոկոսը վաճառված հանքանյութի, այնտեղ ոնց որ ֆորմուլան մի քիչ խառնա 12-ից մինչև 18 եթե չեմ սխալվում գալիս, կարող է սխալացեմ, բայց մինչև 20%-ի շրջակայքում վաճառքի գնի վճարում ենք royalty։ Դա կախված է գնից, եթե գները բարձր են, այդ տոկոսը ոնց որ շատ ավելի բարձր է գալիս, գները ցածր են, մի քիչ պակասում է։ Ըստ էության նրա մեջ կա նաև որոշակի կոմպոնենտ, որ գերշահույթ շաքերտավոր եթե լինի, որը շելի շատ վիճելի է ստացվում է։ Եվ պետության մոտեցումն է միշտ եղել, որ ինքը փոքր բաժնետեր չլինի ընկերությունները։ Մի վերջին 20 տարվա մեջ մոտեցում եղել է, թե 50%-ից պակասը պետքա վաճառվի, որովհետև դա առաջ է բերում նաև այլ խնդիրներ, կարգավորման դեր, մրցակցությունը երկու հանքերի միջև, հանք չլինի երկու հեռահաղորդակցության ընկերությունների։ Հիմա եթե Vivan հարց ունենա ինչ որ սահմանափակ ռեսուրսի մասով թիմի եւ Ucom-ի հետ, պետք է ասեն դե հիմա Viva-ն պետությունը մասնաբաժին ունի, օգնեց կամ ընդհակառակը խանգարի, որ չասեն օգնեց։ Էական չի, բայց այս մրցակցությունն է սկսում խաթարվել այս դաշտում, որ կրկնեմ, դիք ռեսուրսներ կան, որ սահմանափակ են, եթե հեռահաղորդակցությունում դա ռադիոհաճախականությունների ռեսուրսն է օրինակ, կամ ասեն քաղաքապետարանը շատ կօգնի կամ քիչ կօգնի մալուխները գետնի տակով անցկացնենք, վերևով անցկացնենք։ Այսինքն այս նման խնդիրները դրա համար պետությունը պետք է չմասնակցի այս բոլորին, ինքը իր եկամուտը ստանում է հարկերի եւ նմանատիպ հատուկ ռեսուրսների օգտագործման համար սահմանված ռոյալթիներով։ Ելև ասում, այդ ռոյալթիները կարա բարձր լինի, ցածր լինի, որը պետք է արդարացիորեն քննարկվի, նայվի, բայց այսօրվա մոդելը 17 թվականին է, եթե չեմ սխալվում, օրենսդրական փոփոխություն է եղել հիմնական մասը։ Եվ այսօրվա մոդելը ինքը բավականին ինտենսիվ քննարկվել, նայել է փորձագիտական պետությունը այդ հարցը լուծել է, կարիք չկա որ լուծել էր վաղուց։ Այսինքն սա ուղղակի քաղաքական քննարկման առարկա դարձնելու խնդիր է, որ բաժնետեր ունեմ։ Այստեղ առաջանում է ուրիշ լրջագույն խնդիր, կոռուպցիոն ռիսկեր, եւ հեծի դեպքում դա շատ ցայտուն է, ԶՊՄԿ-ի դեպքում այդքան շատ չի երևում, չունեմ ամբողջական տեղեկատվություն, որ պնդում անեմ հստակ, դա կուսակցականացումն է, ասենք ասենք, փող աշխատելու հնարավորությունների, հա, այսինքն եթե մենք նայում ենք հեցում, ստորաբաժանումները ղեկավարներ են նշանակում են բոլոր ուղիղ ԿՊ կուսակցականների, ովքեր տվյալ քաղաքում կամ համայնքում ընտրություններում չեն անցել։ Այսինքն երբ որ մենք տեսնում ենք Շիրակի բանում Շիրակ ստորաբաժանման ղեկավար դնում են Սարիկին, հա, երբ որ մենք տեսնում ենք այն մյուս տեղում, այսինքն մենք տեսնում ենք ուղղակիորեն ԿՊ-ականացում։ Առաջ կարային ունենային դիրքորոշումներ, կարային ունենային մոտեցումներ, կարային լինեն հակակառավարական, բայց որ ասենք այդ պարտադիր պետք է X կուսակցության անդամ լինի, ընդ որում այդ կուսակցությունում էլ ինչ-որ լուրջ դերակատարում ունենա, որ նշանակենք չկա։ Հիմա մենք տեսնում ենք դա։ Ասում եմ, նույնը գումարած թափանցիկ չի գնում, ների գործընթացները པարզ չի այդ տենդերները, ով է որոշումներ ընդունում, ել չեմ ասում կոռուպցիոն քննարկումների մասին, որի մասին այտենց պարբերաբար գալիս են նորություններ, չունենք հնարավորություն, նույն ես անձամբ չունեմ հնարավորություն հաստատելու կամ հերքելու, բայց ինչ-որ ֆոնդերի տրվող գումարների մասին որոշները հաստատվում են, ԶԼՄ-ները դրանց մասին գրում են ինչ-որ անհասկանալի պայմաններով կոնկրետ ֆոնդեր են ստանում այդ գումարները, հա, ասենք, ինչի են ստանում իրանք եւ ոչ թե մնացած բոլորը, ինչի է կոնկրետ սպეციფიկ ծրագրերի վրա ծախսվում, որը կապ ունի կառավարական տարբեր մարդկանց հետ, հա, ասենց այդ ամբողջը իր հերթին առաջացնում է լրջագույն խնդիր։ Այս սրանք հիմա ինչքան էլ ասեն, այ մենք սա ժողովրդի համար ենք վերցրել, մերը չի, փաստը մնում է փաստ, որ հեծի կառավարիչ նշանակել են ոչ թե ամենալավ էներգետիկայից հասկացող մարդուն, այլ ուղղակի ստելով կարա հավատարիմ տենց գնա ինչ-որ բան անի, այլ դու կգնաս։ Սա, այսինքն մենք եթե տեսնենք, որ մրցույթներ եղել, ինչ-որ պրոցես քննարկենք, նույնը ԶՊՄԿ-ում, ով է կառավարության ներկայացուցիչ, եթե կհիշեք տրվեց Անիվը կառավարվի, Անիվը տեղ խնդիր ունեցավ, որ Անիվի անդամները ըստ լուրերի որոշակի խնդիր էին տեսնում այս կոռուպցիոն process-ի կամ կոռուպցիոն չասեմ, ոչ իրավաչափ գործընթացի մեջ էս որ վերցրվել էր, հետո հետ եկավ պետգույք, հետո կառավարություն, այսինքն այս ամբողջ process-ն էլ է անհասկանալի։ Կոմբինատի հետ կապված, փաստորեն ընկերությունը մի օր արթնանում է եւ որոշում է, որ մասնաբաժին պիտի նվիրի պետությանը։
Աշխարհում կա այդպիսի պրակտիկա, երբ ընկերությունը այդպիսի ցանկություն է դրսևորում նվիրել մասնաբաժին պետությանը եւ ինչ հետաձգված վտանգ կարող է սա ունենալ, որովհետեւ չէ որ մի օր կարող է այդ գործընթացի հետևում կանգնած ինչ որ քաղաքական շրջանակ, այդ ընկերություններին հովանավորող քաղաքական շրջանակներ դիրքորոշումներ փոխեն եւ հիմա Հայաստանի Հանրապետության դեմ իրենք հայց ներկայացնեն, ասելով որ ստիպել են իրենց որ այդ նվիրատվությունը արվի։ Գիտեք, այնպես կես հումորային, կես անեկդոտալ, այնպես կես երգեր կա, որ ասում Օդեսայում մութ նրբանցքում ինչ շատ հարգալի թանկ գնով վաճառեցին աղյուսը կամ քարի կտորը։ Հիմա հետեւյալն է խնդիրը, ինչ կարող է լինել, ինչ կարող է չլինել, չեմ ուզում քննարկել, բայց ակնհայտ է, որ նվեր տվողը որ նվեր է տվել, այդ ակտիվը կարողացել է էժան գնով ձեռք բերի պետության հետ միասին։ Այսինքն սա մի քիչ ես այդ տվյալ դեպքին եմ ուզում անդրադառնամ, այդ նվիրատվության կտորը ես չեմ դիտում նվիրատվության լույսի ներքո։ Ես դիտում եմ, որ պետությունը ուղղակիորեն պայմանական ասած նշանակել է այս կազմակերպությանը, ասել է լսի քեզ հնարավորություն եմ տալու առնես, իմիջիայլոց պետք է առնես, չես կարա չառնես։ Ու ինձ ստից կտաս նվեր։ Մի քիչ տենց պրիմիտիվացնում եմ, մի քիչ ավելի կենցաղային մակարդակ եմ բերում, ինքն էլ դեմ չի առնի։ Այստեղ էլի շերտեր կան, չեմ ուզում, այդտեղ կարանք մի քիչ էլ գնանք, ասենք այդ առնողը ով էր Հայաստանում ուրիշ որտեղ հանք ուներ, ինչ պայմաններում այդ հանքը դադարեց գործել, խոսքը սոտկի մասին եւ այլն, բայց չեմ ուզում դա քննարկեմ։ Փաստը մնում է փաստ, որ կար ընկերությունում կար բաժնետեր, Walnut Finance-ը, ով ուզում էր լինել այդ ընկերության բաժնետերը, չէր ուզում ուրիշ հետ կիսվեր։ Երբ որ ինքը եկել է, կար ուրիշ բաժնետեր, գիտեր ով է բաժնետերը, ինքը ձեռք բերելուց առաջ ճշտել է, հասկացել է, մտել է այդ գործարքի մեջ։ Ասում եմ, Յորջ ջան, կլինի սրանից հետո որ մարդ բերեք իմ մոտ, ինձ հարցրեք, եթե ես դեմ եմ, մի բերեք, կարող է շատ էլ կողմ է լինելու այդ մարդկանց վաճառեն, բայց ես դից թաքուն պետության այդ ռեյդերական ամբողջ process-ով այս մարդկանց կհանեք գործից, այն մարդկանց չհանեք, այս բաները արտահանումները կասեցված, արտաքին արտահանման համար հատուկ տուրքեր սահմանած, այսինքն ըստ էության, ուզում եք ընկերությունը կսննկացնեմ կգա ուրիշ կվերցնի, եթե չէ խելոք եղեք նվիրեք ուրիշին բրծեք գնացեք։ Սա է ինչի դեմ մենք փորձում ենք պայքարենք, ընդ որում տվյալ դեպքում ունենք օտարերկրյալ դրող հնարավորություն ունի դիմի միջազգային պաշտպանության գործիքներին, կարող է չլինել օտարերկրյալ դրող եւ չունենալ այդ գործիքը։ Ստիպված պետք է հայկական դատական process-ներ եւ մի այլ օրինակ գնանք, որը շատ ավելի երկար կտևեր։ Բայց սա ոնց որ ֆունդամենտալ խնդիրն է, պետությունը ոչ թե պետք է ինչ-որ ինչ դու դուր ես գալիս, դուր չես գալիս, դաշտով մտնենք քննարկենք, այլ պետությունը պետք է փորձի կարգավորման գործառույթ իրականացնել։ Կա մի քանի անգամ ասել եմ, կա կիբեռնետիկայի կանոն, որ ասում է կառավարող համակարգը, պետությունը չի կարող ավելի բարդ լինել, քան կառավարող համակարգը։ Կառավարությունը։ Երբ որ կառավարությունը պրիմիտիվ ընկալման մակարդակ ունի, ես քո շեֆն եմ, դու ինձ պիտի լսես, եթե չես տեսում գլխիդ կխփեմ ճակուճով, ինքը չի կարողանում պետություն կառավարի ավելի բարդ, մի քիչ ավելի բարդ օրինակ պայմանագիր, օրինակ լիցենզիա, օրինակ կարգավորման ոլորտ, օրինակ թույլտվություններ, օրինակ սպառողների շահերի պաշտպանության ուղղված օրենսդրություն, օրինակ աշխատանքային օրենսդրության այնպիսի կատարելագործում, որ աշխատողները չոտնահարվեն իրենց իրավունքներով, բայց նաև չկարողանան չարաշահել։ Այսինքն այս process-ները շատ ավելի բարդ են։ Սրանք կարող են գործել այնքան ժամանակ, երբ որ դու ունես նորմալ որոշակի բարդություն ունեցող, որոշակի խորություն ունեցող, կարգավորման որոշակի ընկալում ունեցող կառավարություն։ Եթե կառավարության իմաստն է, որ սանիտետիկի օրինակ ամենատիպիկն է։ Ու քաղաքապետարանը ունենք պայմանագիր, պայմանագրով գրած է, որ ինքը ինչ պիտի անի, ինչ չպիտի անի։ Հիմա եկել եմ ասում գնա ջունն էլ մաքրի, կամ չգիտեմ, էս էլ մաքրի, ասում բայց դա չի նախատեսվում։ Ասում եմ ոնց, ես քեզ ասում եմ գնա արա չես անում։ Ասում եմ դե չի նախատեսված պայմանագրով, ուզում ես անեմ, դա ավել վճար արժե, աղ դու տենց ես քեզ վարում, ուրեմն ես կսարքեմ հոակ, որտեվ հոակին տնօրենին որ ասեմ գնա արա, ինքը չի հակաճառելու ինձ։ Այս սա է ընդհանուր մոդուսը, որ ընդհանուր մոտեցումը, ինչը շատ բացասական է իրականում, որովհետև մենք 30 տարի բավականին խնդիրներով հանդերձ ամեն տարի մի քիչ ավելի բարդ համակարգեր, ավելի ինստիտուտներ ենք ունեցել, ավելի խորքային լուծումներ ենք փորձել ունենալ։ Հասել ենք իդեալական, իհարկե ոչ, բայց գնում ենք դեպի բարդացում, այդ բարդացումը իրականում համակարգի բարդացումն է, կյանքի բարդացում չի։ Հնարավորություն է տալիս շատ ավելի տարբեր գործիքներով եւ ամենաշնորհակարևոր հնարավորություն է տալիս խուսափել մի հոգու սխալների ռիսկերից, որ եթե ես սենց եմ ուզում, սենց պիտի լինի, հիմա մենք ոնց որ հետ եկանք նորից հետ ենք գնում նորից այդտեղ։ Շնորհակալություն։